Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը Ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Վկանտակցիում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ մենք արդեն Վկանտակցիում ենք։ Ալո, Մենք պետք է հանդիպենք։ լավ է, մերսի։ Հանդիպենք, որ էլի խփես։ Լսի, դու երբ ես սկսելու քո լավը վատից տարբերել։ Բրավ։ Ինչ ես մինչև հիմա ձեռքերդ ծալած վախկոտի պես նստել, հա։ Սպասում ես, որ անպայման հարցերդ լուծի Մարիան իր ասպետի հետ դատարանում, հետո նոր սկսես տեղիցդ շարժվել։ Չհասկացա։ Ինչ կա չհասկանալու։ Ասում եմ, սպասում ես անպայման հարցերդ լուծեն, նոր հետո սկսես շարժվել տեղիցդ։ Լսի, ես քեզ չեմ հասկանում։ Մի քանի ժամ առաջ ուրիշ բան էիր ասում։ Ասում էիր, որ Մարիայի հետ գործ չունեմ։ Բա ինչ մոծակ կծես քեզ հիմա։ Այդ ժամանակ տենց էր պետք, բայց հիմա Կարող է գիտես ձեռքիդ խաղալիքն ոնց ասես պետք է անեմ։ իսկ եթե քեզ ասեմ, որ Մարիան պատրաստվում է այս շաբաթ հայցը ներկայացնել ու դատարանում գործը շարունակել։ Իսկ ես վստահ եմ, որ Մարիան դատը կշահի ու երեխուն ձեզնից կխլի։ Ինչ։ Ինչ որ լսեցիր, ինքն է իր մտքերով կիսվել, հոյ եմ հորինում։ Իսկ եթե դու ինձ լսես, ամեն ինչ լավ կլինի։ Ես Մարիային շատ լավ ճանաչում եմ։ Ինչա պետք անել։ Հասցեք ուղարկեմ կգաս։ Մնացածի մասին հեռախոսով չեմ խոսալու։ Բայց եթե իմանամ խափում ես, Արի իմ հետ եթեներով մի խոսա, լավ։ Ինչի պետք է քեզ խափեմ։ Իմ օգուտը ո՞րն է։ Բա ինչի համար ես քո նշանածի դեմ քայլեր անում։ Այդ է ինձ անհանգստացնում։ Կգաս կխոսանք։ Այս անգամ ամեն ինչ շատ ուրիշ է լինելու, Մարիա։ Ու կոնկրետ ինչն է ուրիշ լինելու։ Դե, այն որ էլ չեմ սպասելու։ Շատ արագ լրջացնելու եմ մեր հարաբերությունները, դու պիտի իմ հետ ապրես։ Դավիթ, Ինչ։ Դեմ ես։ դեմ չեմ, բայց ամեն ինչ այդքան արագ չի լինում։ Լինում է։ Այդ մենակ մեզնից է կախված։ Դու ուզում ես, ես ուզում եմ, ի՞նչն է մեզ խանգարում։ Բարաֆը։ Հերիքա դրա անունը տաս։ Ես ուղակի Դու ուղղակի առանց հասկանալով ամեն անգամ դրա անունը տալով ստիպում ես մտածեմ, որ ես ոչ մի բան եմ։ ես այդպես չեմ մտածում։ Ինչից ես վախենում։ Վախդ նշանակում է, որ քեզ ապահով չես զգում, որ չես վստահում ինձ, որ մտածում ես, որ քեզ չեմ կարող պաշտպանեմ կամ հարցերդ լուծեմ։ Դավիթ, ես ընդամենը անհանգստանում եմ ու չեմ ուզում վախերով ապրել ու մտածել, որ ինչ-որ վատ բան կլինի։ Ուղղակի էլ դրա անունը միտու, ներվային անունը։ Ես էլ եմ ուզում, որ մենակ մեր մասին մտածեմ, որ շատ արագ միասին լինենք։ Բայց հիմա Ռաֆա հաստատ նստած մտածում է, թե մեզ ոնց է վնասելու։ Դու կլինի հիմա մենակ մեր վրա կենտրոնանաս։ Ես էլ եմ ուզում, որ ինչքան հնարավոր է շուտ միասին լինենք։ Ես քեզ խոստանում եմ, որ էլ ոչ մի վատ բան չի լինելու։ Դավիթ, ես քեզ հավատում եմ, բայց Ուրեմն էլ բայցեր չպիտի լինեն։ Էլ մի շարունակ, ես թեման ինձ իրոք ջղայնացնում եմ։ Դու ոչ մի բանի մասին չպիտի մտածես, ոչ մի բանի մասին չպիտի անհանգստանաս, եթե ես հետդ եմ։ Կհիշես ես քնը։ Չես պատկերացնի ինչքան ուրախ եմ, որ երեխուս կողքը քո նման հայր կա։
Ես շատ էի անհանգստանում, երբ որ Արամի հետ էի ապրում։ Մտածում էի երեխս որ մեծանա, ինչ տեսակ հայրա ունենալու, ոնց է դիմանալու, ոնց է ապրելու այն գիտակցումով, որ իր հայրը հարբեցող է։ Գիտես, ոնց որ իմ հանդեպ էր անտարբեր, տենց էլ երեխուս։ Ծնունդին էլ չէր գրկում, չէր համբուրում։ Աղջկա համար ամենակարևորը հայր ունենալն է։ Հայրն է աղջկան ինքնավստահություն տալիս։ Ես շատ ուրախ եմ, որ Մարիայիս կողքին քո նման հայր կա։ Ռուբեն, ես չեմ զղջում, որ սպանել եմ։ Անկեղծ եմ ասում։ Որովհետև եթե պիտի սպանեի ու դրանից հետո իմ երեխան պիտի քեզ հայր ասեր, ուրեմն արժեր։ Հանգստացի օֆա։ Հիմա ամեն ինչ լավ է։ Հիմա ինքը երջանիկ է։ Կարևոր է դա։ Խոստացի, որ մենակ չես թողի։ Ինչ ես խոսում։ Երկը չեմ թողնի։ Դու քեզ լավ նայի։ Ես ուր ես գնում աղջիկ ջան։ Մամ, ուզում եմ գնամ խանութ, չի կարելի։ Այսինքն դու խանութ գնալու սիրտ ունես։ Աղբորդ կյանքը աչքիդ առաջ կործանվում է, դու խանութ ես գնում։ Մամ, պետք է որ գնում եմ, չեմ հասկանում, ինչ անեմ որ սրտովդ լինի։ Լիլիթ, ում ես խաբում։ Հա՞, ում ես խաբում։ Ես չգիտեմ, որ դու գնում ես այդ Աբուլին տեսնելու։ Եթե ուզում ես ընտանիքի դեմ դուրս գալ, գնա։ Գնա աղջիկ ջան։ Մամ, ես Աբուլին չեմ գնում տեսնեմ։ Մի նեղացի, հա։ Լիլիթ ջան, ես քեզ 10 մատից պես գիտեմ։ Մամ ջան, նույնիսկ եթե գնում եմ Աբուլին տեսնելու։ Այդ նշանակում է, որ ես ձեր դեմ եմ դուրս գալիս։ Ինչ ուզում ես արա, գիտես, ինչ ուզում ես արա, արդեն ինձ համար մեկ է։ Գնա ուր ուզում ես գնա։ Հերդ էլ թողեց գնաց, էլ սիրտ չունեմ։ Սպանեցիք ինձ։ Ես ինչի եմ այսքան դժբախտ, ես ինչի եմ այսքան դժբախտ։ Այն ինչ հեռախոսով ասեցիր այդ ճիշտ է, թե խաբեցիր, որ ինձ տեղ հասցնես։ Իսի երեխու տեղ ես դրել, հա։ Պետք է քո կարծիքով քեզ խաբելով հանդիպման կանչեի։ Չգիտեմ, չեմ վստահում քեզ։ Շատ տարօրինակ ես քեզ պահում։ Մեկ իմ կողմն ես, հետո անցնում ես Մարիայի կողմը, հետո նորից անցնում ես իմ կողմը։ Չգիտեմ, դու ինչ կմտածեիր։ Իսկ դու հասկացել ես, որ դու ինքդ ես քեզ սենց խառնում։ Դու պետք է մենակ ուրախ լինեիր, որ Մարիայի հետ այդքան մտերիմ մարդը որոշել է քեզ օգնի։ Դու ամեն ինչ շատ լավ տեսնում ես, բայց սխալ ես հասկանում։ Լավ, արի անցնենք բուն թեմային։ Ինչ պիտի ասեիր ինձ։ Այն ինչ որ քեզ պետք է առաջարկեմ, այդ քո միակ փրկությունն է։ Նենց որ ասածս ուշադիր կլսես, նոր կպատասխանես։
Ինչ ես մտածում։ Մեր մասին եմ մտածում։ Ասել ես, որ մենակ մեր մասին մտածեմ, ես էլ ենթարկվում եմ։ Դու ենթարկվել ես հետ իրար հետ կապ չունեք, է։ Հա որ։ Հա, դու հիմա քեզ հազիվ ես զսպում, որ չասես վախենում եմ։ Այդքան քեզ լավ եմ ճանաչում։ Լավ, իսկ դու ինչի մասին ես մտածում։ Ես մտածում եմ, երբ պիտի քեզ տանեմ, երբ պիտի հետս ապրես, երբ պիտի վերջապես երեխա ունենանք։ Ինչ ես ծիծաղում։ Ասածս անեկդոտի էր նման։ Դե ինքան տանջվելով ասեցիր, ծիծաղս եկավ։ Հաբա ով այդքան փորձությունների մեջով անցնի ու տանջվելով չասի։ Բայց դու լրջացի ու հետը սկսի մտածել, պատկերացնել այդ ամենի մասին։ Ես մտածել եմ ու կարամ ասեմ, որ դեռ մի քանի փորձություն էլ պետք է անցնենք։ Լավ էլի Մարիա։ Լավ, էլ բան չեմ ասում։ Ոնց հասկացա իմ մտքերը խանգարում են քո պատկերացումներին։ Ինձ էր մեղադրում, բայց դու էլ հեչ ռոմանտիկ չես։ Չնայած ինչի եմ զարմանում, ֆաստաբաննուր ռոմանտիկանուր։ Դավիթ, դու մեռար։ Ով հարի չմոռանանք քո վիճակի մասին։ Ինչքան ես եմ պետք Մարիային, այդքան էլ դու։ Տենց չի։ Դու Մարիայի համար ավելի կարևոր ես, քան ես։ Տենց մի ասա։ Մարիան քեզ շատ է սիրում։ Իրոք շատ է սիրում։ Ու շատ է անհանգստանում քո համար։ Ես ուզում եմ, որ դու հանուն ինձ ու Մարիայի պայքար ես քո կյանքի համար։ Մենք չենք ուզում քեզ կորցնենք։ Ես իմ դեղերը խմում եմ։ Դեղերը խմելը շատ քիչ է, Օֆա։ Դու պետք է նաև այցելես հիվանդանոց։ Զրուցես բժիշկների հետ, իսկ դու դա չես անում։ Արի սենց մի բան պայմանավորվենք։ Ինչ։ Ամեն երկուշաբթի գնում ես հիվանդանոց, հետո գալիս ես տուն ու զանգում ես ինձ զեկուցելու։ Հա, պարոն Դալցյան։ Դրա ժամանակը չի։ Մենք պիտի հիմա Մարիայի կողքին լինենք։ Ինչ է նշանակում դրա ժամանակը չի։ Օֆա, եթե մենք առողջ չլինենք, ո՞նց կարանք Մարիայի կողքին լինենք։ Դու ինչ շատ ես պետք։ Ու մենակ ինչ չի, որ պետք ես։ Դու պետք ես ինձ։ Դու պետք ես Մարիային։ Մենք քեզ շատ ենք սիրում։ Մենք վախենում ենք քո համար։ Ես ուզում եմ, որ դու պայքարես քո կյանքի համար։ Ու դրանով մեզ կապացուցես, որ սիրում ես։ Պայմանավորվեցինք։ Դե ես գնամ, կզանգեմ։ Ես կճանապարհեմ։ Լսում եմ քեզ Ռավ։ Լսի, ես չգիտեմ դու ինչքանով ես ճանաչում Մարիային որպես մասնագետ, բայց ես շատ լավ եմ ճանաչում։ Ու քեզ կարող եմ 100%-ով վստահեցնել, որ եթե Մարիան սկսի այս գործը, հաստատ շահելու է։ Իսկ ինչ փրկության մասին էիր ասում։ Վերցրու երեխուն ու գնացեք ստեղից։ Ինչ։ Ինչ կար չհասկանալու, ասում եմ վերցրու կնոջ հետ ու երեխուն ու անհետացեք ստեղից, գնացեք միտեղ թաքնվեք։ Քժվել ես։ Մենք երուխետ չենք կարա երկրից դուրս գնանք, միջև դատարանի որոշումը չունենանք։ Երկրից չեք կարա, բայց քաղաքից կարաք, չէ՞։ Չգիտեմ, միտեղ գնացեք։ Կորեք, թող ձեզ չգտնեն մանգան, թող խառնվեն իրար։ Հասկացար։ Չեմ հասկանում քեզ։ Ինչ ես քո նշանածի հանդեպ քեզ նեն ստոր պահում։ Որտեղ ես ուզում ինձ խափած լինես։
Ինչ ա եղել։ Լիլիթ, ինչ ա եղել, ինչ ես լացում։ Որովհետև վախենում եմ, Աբուլ։ Չես պատկերացնի մեր տանը ինչ էր կատարվում, ոնց էր Ռաֆը գոռում։ Շատ ահավոր վիճակ էր։ Մեծ աղջիկ ես, Լիլիթ։ Ինչ վախենալու մասին ա խոսքը։ Ձեր տանը վեճեր չի եղել։ Եղել ա, չէ։ Եղել անցել գնացել ա, էս էլ կանցնի։ Աբուլ, դու ուղղակի չես հասկանում։ Չես պատկերացնում Ռաֆը ինչ վիճակի մեջ էր, ինքը անկառավարելի ա դարձել, ինքը ամեն ինչի հիմա ընդունակ ա։ Որովհետև Մարիան իր այդ քայլով Ռաֆի ինքնասիրությանն ա կպել։ Լիլիթ, Մարիան էլ քեզպես աղջիկ ա։ Ուղղակի հիմա սխալ ա կողմնորոշվել։ Այդ մեղք չի։ Աբուլ, ես հասկանում եմ, ես Մարիային չեմ քննադատում։ Հասկանում եմ ես այդ ամեն ինչը, հասկանում եմ նաև այն, որ Մարիան Ռաֆին չի սիրում։ Բայց ինչ անեմ, Ռաֆը իմ աղբերն ա, հո չեմ հրաժարվելու իրենից։ Քեզ ոչ մեկ չի ստիպում հրաժարվես Ռաֆից։ Աբուլ, խնդրում եմ քեզ, գոնե դու օգնի։ Դավիթի հետ խոսի, իրավիճակը բացատրի, ասա, որ նույնիսկ եթե Ռաֆը ինչ-որ քայլ անի, թող ինքը պատասխան չտա, խնդրում եմ։ Քեզ թվում ա Դավիթը ինձ կլսի, Լիլիթ։ Լիլ, էս են հարցն ա, որ պետքա լուծում ունենա։ Չի կարելի անընդհատ այս հարցից փախնել ու օդի մեջ թողնել։ Արի գնանք ներս։ Իսկ ես հիմա աշխարհի ամենահամով ուտելիքն եմ ուտելու։ Ես որ քո փոխարեն լինեի, այդքան չի վստահի ինձ։ Այս հարցում էլի։ Ինչի՞։ Խոհանոցի հետ չունես։ Ոչինչ կսովորացնեմ, չնայած։ Ուզում ես ասել, որ դու խոհանոցի բոլոր գաղտնիքներին տիրապետում ես։ Հա։ Բայց քան տարի ամենակ եմ ապրում, քեզ թվում ա ով ա իմ համար գալիս ճաշ պատրաստում։ Ընկերուհիներս։ Չնայած ինչ մեղքս թաքցնեմ, տես դեպքեր եմ եղել։ Կարող ես անգես ընկերուհիներդ գան, համ էլ իմ հետ կծանոթացնես։ Չէ, հավես չկա։ Կռիվ ես անելու հայտարարակ լինեմ։ Գիտես, որ զանգեմ հաստատ գալու են, այդ խնդիր չի։ Դե որ այդպես է զանգի։ Զանգի թող գան, համ էլ սոված չես մնա։ Պաստորեն լավ խանդոտ ես։ Չէ, ես չգիտեմ այդ ինչա։ Շատ ես խանդում։ Ասեցի չէ։ Դու ասում ես չէ, բայց ես հայ եմ լսում։ Հիմա ինձ սոված եմ մնալու։ Չէ, լավ։ Ես մի բան կպատրաստեմ, բայց չեմ խոստանում, որ ուտելուց հետո երջանիկ ես լինելու։ Դե արի փորձենք, եթե չստացվի կպատվիրենք։ Արի այսպես փորձենք։ Էնպես անենք, որ ոչ մի բան չպատվիրենք, ինքներս պատրաստենք, պայմանավորվեցինք։ Իսկ այդ ընկերուհիներդ Ես չեմ ուզում, որ Մարիան շարունակի այս գործով զբաղվել, դրա համար էլ քեզ օգնում եմ։ Այս ամեն ինչը իմ դուր ընդհանրապես չի գալիս։ Այն անգամ էլ էր ինձ օգնում, Դավիթի մոր տվյալները տալով։ Տեսա ինչ եկավ գլխիս։ Լսի լավ, ես չեմ եկել այստեղ քեզ համոզելու, առաջարկում եմ մնացածը քո գործն է, դու ինքդ որոշի։ Ես քեզ չեմ վստահում։ Ավելի լավ է գնամ իմ գլխի ճարը տեսնեմ։ Չգիտեմ ինչի համար ես ինձ առաջարկում, որ երեխուն տանեմ։ Ինչ է ինձ այդ տալու։ Ոչ մի լավ բան։ Կարող եմ Մայայի հետ կապված հաշիվներ տես մաքրում։ Էլի եմ ասում։ Արա նենց ոնց որ ուզում ես, եթե քեզ ձեռը տալիս եմ փաստը, որ պետքա Մարիան այս դատը շահի ու երեխուն ձեզնից խլի, ուրեմն տենց արա։ Չեմ հասկանում ինչ ես տենց խորհուրդ տալիս ինձ։ Ասենք երեխան չկա։ Դատը չի լինելու, լինելու է ավելի վատ է լինելու։ Որն է քո շահատեղ։ Ինձ վտանգի տակ ես դնում քո համար։ Չգիտեմ ուզածդ ինչ է, բայց ես ապուշ չեմ։ Մտածի Ռաֆ, մտածի մի բան արա։ Պետք է հենց անես, որ Մարիան ստիպված հետ գա։ Համովա։ Շատ։
Այդ գիտես ինչից է։ Երևի քո մատը խառնա դրանից է։ Չէ, որ միասին ենք պատրաստել այդ դրանից է։ Չես պատկերացնի ոնց էի կարոտել այս բառերը։ Ես էլ։ Ու ճիշտն ասած վախենում էի, մտածում էի, որ էլի երբեք չեն կրկնվի։ Ու ես կմնամ ուղղակի իմ հիշողությունների գրկում։ Ես քեզ խոստանում եմ, դու էլ երբեք ոչ մի պատճառ չես ունենալու վախենալու, որովհետև ես ամեն րոպե կողքիդ եմ լինելու, միշտ։ Չգիտեմ, ապուլ, առանց պապայի մի տեսակ ինձ շատ մենակ եմ զգում։ Եթե ինքը իմ կողքը լիներ, ես հիմա ոչ կվախենայի, ոչ կմտածեի։ Չես խոսել հետը։ Չէ։ Չգիտեմ էլ արդեն ասելն է ճիշտ թե չասելը, բայց պապան այնտեղ մենակ է։ Ու չեմ ուզում պատկերացնեմ, բա որ մի բան լինի։ Չգիտեմ էլ ինչ ասեմ։ Երևի չասես, մինչև հասկանանք ինչ է կատարվում։ Հյուր ունես։ Չէ, չգիտեմ ով է։ Գնամ տեսնեմ ով է։ Ինչ էի ասում։ Ինչի ես եկել։ Հարցը անիմաստ է։ Վստահ եմ, որ աղբորդ հերոսությունների մասին լավ տեղյակ ես։ Մարիա ջան, տեսել ես քանի անգամ եմ քեզ զանգել, գիտես ինչ անհանգիստ եմ, ինչի չէիր պատասխանում։ Մամ ջան, լավ եմ, Դավիթի հետ եմ։ Մարիա, հաստատ լավ ես։ Հա, լավ եմ։ Պապան բարկացած է։ Չէ, Մարիա ջան, բարկացած չի։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ դու ճիշտ քայլ ես արել։ Ու այդ սխալից քեզ հետ ես պահել։ Մամ, դու ինձ օգնեցիր, որ այդ սխալ քայլին չգնամ։ Չես պատկերացնի ինչքան շնորհակալ եմ քեզ դրա համար։ Մարիա ջան, իմ համար ամենակարևորը դու ես։ Բայց դու հասկանում ես, չէ՞, որ ամեն դեպքում պետք է Ռաֆից զգույշ լինել։ Գիտեմ, Դավիթին հենց նոր նույն բանն է ասում, որ պետք է զգույշ լինենք Ռաֆից։ Հա, Մարիա ջան, ես ամեն ինչ հասկանում եմ, բայց պետք է գիտակցել, որ Ռաֆից պետք է զգույշ լինենք։ Լավ, մամ ջան։ Երբ ես տուն գալու։ Չգիտեմ, մամ, բայց նորից կզանգեմ։ Լավ։ Խոսեցիր։ Հանգստացար։ Հա։ Եկել եմ քեզ տեղյակ պահեմ, որ եթե հանկարծ այսօր աղբորը դիակը գտնեն ու քեզ զանգեն, չզարմանաս։ Հետո Հետո են, որ բոլորդ պատասխան եք տալու։ Հատ-հատ լսում ես, ովքեր որ իմ դեմ եք գործել։ Ու առաջինը սկսելու ենք աղբորդ մահով։ Ես այդ քեզ խոստանում եմ։ դու հիմա իմ տան մեջ ես, հավաքի քեզ։ Ես չեմ պատրաստում կանգնեմ ու լսեմ, թե ոնց ես դու ինձ ու իմ աղբորը շանտաժ անում։ Աբուլը շանտաժ չի։ Այս խոստում է։ Երթում է, բայց հաստատ շանտաժ չի։ Գիտես աղբերդ հիմա ուրա։ Չէ լուրջ մտածում ես քեզ ասելու եմ։ Չէ, տեղյակ եմ պահում, որ գնաս փորձես օգնես աղբորդ։ Գտնես ու փրկես, որովհետև հենց հիմա հետևից եմ գնում։ Հերու մնա Դավիթից։ Հələ քեզ թվում է ես քո նման մարապճղից հիմա պետք է վախենամ, հա։ Բոլորդ հատ-հատ պատասխան եք տալու։ Քո բախտը հիմա բերել է, որ քեզ մատով չեմ կպնելու։ Ու դու էլ գիտես թե ինչի, բայց աղբորդ հետևից այ հենց հիմա գնալու եմ։
Հիմա հասկանում ես ինչի է ես այդքան վախենում։ Բա որ Ռաֆը Դավիթին գտնի։ Հանգստացի Լիլիթ։ Եթե Ռաֆը հաստատ իմանար Դավիթի տեղը, հաստատ ստեղ չէր լինի։ Ապուլ, բայց կարող է ինքը եկել էր այստեղ, որ ցույց տար, իբր չգիտի, բայց շատ լավ գիտի, որ քեզ ցավացնի։ Ինքը եկել էր ստուգեր տեսներ Դավիթն ու Մարիան այստեղ են, թե չէ։ Ապուլ, չգիտեմ, արի գնանք Ռուբեն հոպարի մոտ։ Արի գնանք իր մոտ, ասենք թող մի բան անի։ Ես արդեն շատ եմ վախենում։ Գնանք ինչ ասենք։ Ես հասկանում եմ, որ ոչ դու, ոչ էլ Դավիթը Ռաֆից չեք վախենում։ Ուղղակի արի գնանք Ռուբեն հոպարի մոտ, իրավիճակը պատմենք։ Ուղղակի ես էլ իմ աղբորը լավ ճանաչում եմ։ Ես գիտեմ, որ ինքը իր մտքին եթե ինչ-որ մի բան դնում է, ինքը հասնում է իր ուզածին։ Ալո։ Ալա ջան, բարև։ Ոնց ես։ Նոնա անիմաստ հարցեր ես տալիս։ Ոնց պետք է լինեմ։ Նյարդայնացած, հիասթափված, ու այդ ամեն ինչը քո աղջկա պատճառով։ Ալա, ես քեզ թույլ չեմ տալիս, որ իմ աղջկա մասին տենց հեգնական տոնով խոսես։ Լուրջ ես ասում, Նոն ջան։ Իմիջիայլոց քո աղջիկը ոչ թե մենակ իմ ընտանիքը արհամարեց, այլ նաև ձեր ընտանիքին արհամարեց։ Ալա, ես չեմ զանգել, որ վիճենք։ Նոնա, գիտես, ես կարծում եմ, որ այս վիճակով մեր խոսակցությունը չի ստացվելու։ Ուղղակի քեզ խնդրում եմ, որ Ռաֆին ասես Դավիթից ու Մարիայից հեռու մնա։ Լսի, Նոնա, քեզ ինչ եմ ասում։ Ես ամենակիչն եմ ուզում, որ իմ տղեն ինչ-որ կորուստներ ունենա քո աղջկա պատճառով, բայց հիմա Ռաֆը անկառավարելի է դարձել։ Ես չեմ կարողանա իմ տղային կառավարել, կներես։ Ալո։ Ալա։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիշեցիք ինձ, ես էլ եմ եկել։ Հա, հիշեցի։ Ինչ որ նորություն կա, բռնեցիք դրան։ Հարգելիս, բռնելու համար ապացույցներ են պետք։ Մենք չունենք։ Անցած անգամ ես ձեզ այս նկարը ուղարկել եմ։ Ասեցիք, որ կզբաղվեք։ Հիմա հարցնում եմ, նորություն չկա։ Կանչել ենք։ Խոսել ենք, բայց ասում է, որ միայն բարևել է։ Այսինքն պիտի տղայիս անպայման վնասի, որ նոր ինչ-որ բան ձեռնարկեք։ Ասում եմ, եկել էր կանգնել էր դիմացս ու սպառնում էր տղայիս։ Պիտի անպայման վնասի, որ սկսեք զբաղվել այդ հարցով, չեմ հասկանում։ Մենք հետևողական ենք հարցին։ Գիտեմ ձեր հետևողականությունը, ծանոթ եմ։ Ասում եմ, հանցագործության է պատրաստվում, նստել եք ու նստած հետևողական եք լինում։ Նստեք երեխեք ջան։ Ռուբեն հոպարը տանն է։ Կարևոր բանն եմ խոսելու հետը։ Ո՞վ անան։ Դե ինչպես տեսնում եք, տանն է։ Բարև տղես։ Բարև տղես։ Ոնց ես Աբուլ ջան։ Լավ եմ, շնորհակալ եմ դուք։ Քեզ այս տանը տեսնելուց ոնց կարամ վատ լինեմ։ Նոն ջան, երեխեքը սոված կլինեն, մի բան դուր թող ուտեն։ Չէ, սոված չենք, կարևոր խոսելու բան ունեմ ձեզ հետ, դրա համար ենք հիմա այստեղ։ Հայելիք խոսենք,
Բայց մինչև մի բան չուտեք, ոչ մի խոսակցություն։ Սոված չենք, բայց սուրճից չենք հրաժարվի։ Դե ուրեմն շատ լավ, արի գնանք սուրճ տնենք։ Ես գնամ օգնեմ։ Ռաֆներ եկել այսօր մեր տուն։ Հետս շանտաժով էր խոսում։ Հələ դու դրան նայի։ Այնպես չի, որ ես կամ Դավիթը վախենում ենք Ռաֆից, բայց հիմա Մարիան Դավիթի հետ է։ Դրա համար ես անհանգստացա, որոշեցի ձեզ ասեմ։ Իսկ կոնկրետ ինչ ասել է Ռաֆը։ Առանձնապես ոչ մի բան։ Ասում էր, որ գիտի Դավիթն ու Մարիան ուր են գնում, դրա համար վախեցա, ասացի, մի վնաս չտա։ Դրա համար ասացի ձեզ ասեմ։ Լավ, ես այդ հարցով կզբաղվեմ, դու հանգիստ եղի, հերիք եղավորթեն, ինչքան կուլ գնացինք, այս անգամ չեմ նայելու, որ մոտիկ ընկերոջս տղենա, դու լտես ես դրան ինչ եմ անելու։ Լիլիթ, դու խոսել ես աղբորդ հետ։ Չէ, Ռաֆի հետ անհնար է խոսել, չի լսում ոչ մեկին։ Պարզ է։ Ինչ որ բան ա եղել։ Դե Ռաֆը եկել էր Աբուլենց տուն, ես էլ այնտեղ էի, այնպես արեցի, որ ինձ չտեսնի գոնե։ Դա արդեն պարզ է, չէ, ինչի համար էր եկել։ Աբուլ ջան, ինչ որ բան է ասել։ Հո չի խփել քեզ։ Նոնա ջան, հանգստացի էլի։ Ընդամենը այսօրվա մասին են խոսել։ Ռուբեն, ես շատ եմ վախենում։ Հա, շատ։ Լիլիթ ջան, կներես իհարկե, բայց Ռաֆը հիմա adekvat վիճակում չի գտնվում։ Ու իր քայլերը անելուց առաջ հաստատ չի մտածում։ Կներեսի կարիք չկա։ Ես ինքս էլ եմ այդ ամենը հասկանում, դրա համար եմ անհանգստանում։ Չեմ ուզում, որ այնպիսի ամտածված քայլանի, որ հետո փոշմանի իր արածների համար։ Ես կխոսեմ հետո։ Ու ունես կանեմ, որ կհանդարտվի, հանգիստ եղեք։ Իսկ ես չեմ կարծում, որ ինքը այդքան շուտ կհանդարտվի։ Սիրտս լավ բան չի վկայում։ Նոնա ջան, այդ գուշակությունների փոխարեն ավելի լավ է երեխեքին մի բան հյուրասիրի։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Չէ, Աբուլ ջան, չուզել չկա։ Եթե դու մեր տանն ես գտնվում, իմացի, որ ես աշխարհի երջանիկ մարդն եմ։ Խնդրում եմ քեզ, սիրտս մի կոտրի։ Չէ, ոնց չես սիրում, ես գիտեմ ինքը ինչ է սիրում։ Լիլիթ։ Ճշտեցիր որտեղ են դրանք։ Մոտավոր։ Ոնց մոտավոր։ Արա ես քեզ այդքան փող եմ տվել, որ հենց հիմա ինձ հստակ տեղը ասես։ Տուն եք ճշտում։ Տեղանքն արդեն բարձ է։ Դու ինձ տեղանքը ասա, մնացածը ես կանեմ։ Սպասում եմ։